Սիրելիներս, խնկածաղիկ, այն հանգստացնում է նյարդային համակարգը, նրա մեջ կա վիտամիններ, հանքանյութեր, կարոտին, որը շատ առողջարար է մեր օրգանիզմի համար, իսկ դուք գիտեք, այս հրաշք խոտաբույսը նաև օգտագործում են ժենգյալով հաց պատրաստելու մեջ, և ինչքան առողջարար է, հանգստացնում է նյարդային համակարգը, խաղաղեցնում է քունը, այն առողջարար է նաև նրանով, որ մենք այն օգտագործելով չենք օգտագործի դեղորայք, եթե մենք խնդիր չունենք այս ստրեսային վիճակների համար ուղղակի օգտագործում ենք այս բույսը, իսկ եթե խնդիր կա, սիրելիներս, ապա անպայման դիմել բժշկի, որտեղ կա հրաշալի բուժումներ, սիրելի իմ ժողովուրդ, պատկերացնում եք, այսքան ես պտտելով, այսքան այգիներ գնալով, ես ինչքան տեսնում եմ, որ կա դեղաբույս, որը առողջարար է, անպայման տանում պատրաստում եմ, օգտագործում եմ, իհարկե կարող եք տապակել, կարող եք թուրմի ձևով խմել, մի մոտավորապես, մի փունջը լցնում եք եռման ջրի մեջ, թողնում 20 րոպե, օգտագործում թուրմը, որպես թեյ, տապակում եք և այսպես հենց ինքը իրենով մի փոքր խաշում եք եռման ջրով 2-3 րոպե, մի փոքր ձիթայուղ, մի փոքր աղ և պատրաստ է, համեղ է շատ, կարող եք օգտագործել նաև տմինի յուղ, տմինի յուղ ես իհարկե իմ եթերում կնշեմ, որտեղից կարելի է գտնել, գնել և ձեր ներկայությամբ քամեն և տան ձեզ, որպեսզի այն ունի նաև հակաուռուցքային միջոց և նաև երիտասարդացնող, օրգանիզմը առողջացնող, պատկերացնում եք երկուսը համատեղ ինչ հզորում է լինում ձեր առողջության համար, ես սիրում եմ բնության տված յուրաքանչյուր բարիք, որովհետև եթե այն օգտագործեք ժամանակին, հետո դեղորայք չեք օգտագործի, բայց գալիս է 50-60 տարեկան, 70, ասում եք ոտքերս, հոդերս, գլխացավս կամ այլ օրգաններ խնդիր կա, սիրելիներս, օգտագործեք այն, ինչ տալիս է բնությունը, շատ քայլեք, որովհետև ինչքան էլ դեղորայք օգտագործեք, ինչքան էլ խոտաբույս օգտագործեք, եթե առաջինը դուք ձեր օրգանիզմին չհետևեք, և սիրտը վատ կլինի, և հոդերը վատ կլինի, և արյան շրջանառությունը, և ճնշումը, և այլն, և այլն, և այլն, իսկ գիտեք մեր որ ճնշման վերաբերյալ ակցիա են կազմակերպել, անվճար, ով որ ունի ճնշում, 130 և 80 կամ 85, 60-ից յուրաքանչյուրին հրավիրում ենք մեր մոտ անվճար խորհրդատվության, մեր բժիշկները ձեզ կասեն, ինչ դեղորայք օգտագործել, որպեսզի խնդիր չլինեք, չէ որ այդ տարիքում առանց դեղորայքի անհնարին է, իսկ երիտասարդները կարող են նորից անվճար գալ խորհրդատվություն, այդ ժամանակ բժիշկները կասեն, ինչպիսի ձևաչափերով կյանքը դուք անցկացնեք, քայլել կամ սննդակարգ և ձեր ճնշումը կդառնա նորմալ, սիրում եմ ձեզ իմ ժողովուրդ, զբաղվեք ձեր առողջությամբ, որպեսզի լինենք բոլորս իրարից անպակաս։